Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը, բարև ձեզ Արմինե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Դուք տեսակ չէ, բան պատկերը աղավնին խեղճ ու կրակ թփրտած խաղաղության աղավնին եւ չթրջեց դրա ձեռքին։ Ես այսօր հիշեցի, բայց փաստորեն շատերն էին հիշել, հիշում եք այն ադրբեջանցի բնապահպանի ձեռքը։ Ինչ ասեմ։ Լեզուներս դաբախ կապեց, ասենք, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական իրականության copy-paste-նա, xerox-նա, նմանակն է, մեկը մեկին ու ասենք եւս մեկ անգամ կրկնում ենք, այո, դա այդպես է։ Անգամ աղավնիները հիշում եք Արփիդավանի աղավնիներին։ Էս են ավելացնելու ոչինչ չունեմ այս թեմային, որովհետև սանկցիաների տակ ենք 20-ից 27-ին ստուգումներ են եղել եւ պարզվել է, որ մի շարք խնդիրներ կան եւ հիմա մեր գյուղմթերքը չի կարող գնալ Ռուսաստանի Դաշնություն։ Երեք ինքը ասեց, որ մենք անպայման կփոխհատուցենք բան, բայց մի հետաքրքիր բան, ուրեմն պարզում է այն ապրանքա գյուղմթերքն են կփոխհատուցելու, որը որ ըստ որոշ տեղեկությունների բերում են Թուրքիայից եւ գիտեք այդպիսի մախինացիաներ կան, չէ՞, պիտակը փոխում են, այո, եւ ներկայացնում են բան, դուք ո՞նց եք պատկերացնում, որ այդպիսի բան շրջանառություն լիներ Հայաստանի Հանրապետությունում վերջին, չգիտեմ, 4-5 տարում եւ Նիկոլը մեջը չլինի։ Հիմա ինչ է ստացվելու, ինքը փոխհատուցելու հատկապես դրան, բայց օրինակ Ծիրան կերազմ, ասենք դրանք այդ ամեն ինչը Հայաստանում է, չէ, դրա մասին խոսք չկա, այդ իմ կոնկրետ մեր գյուղացիներն է, բայց այն որտեղ որ կա ինչ որ օլիգարխների շահեր, բան վերջը, ասել է, որ փոխհատուցելու եմ, ուրիշ բաներ է ասել, խնդրեմ, ոնց եք պատկերացնում, ինչ է անելու։ Նիկոլին ճանաչելով հասկանալով, օրենքով ինքը պետք է ասեր՝ մի տարեք ոչ մի Ռուսաստաններ, բերեք ես կուտեմ։ Ես էլ որտեղ մարդը այդ անցավ։ Ուտելու ստրուկ է։ Իր համար ինչ է, ասենք, մի քանի 100,000 տոննա միրգ բանջարեղեն, մի քանի 100,000 ծաղիկ, կնստի ուղիղ եթերով սաղ կլափի ու փողը կհատուցի կամ չի հատուցի, կասի, դա ձեր նվերն էր ձեր սրտի վարչապետին։ Իրականում այդ բաները, առասպելները, որ հեսա Եվրոպա են տանելու, եսի ինչ են անելու, դա նախընտրական հերթական էշություն է, որտեվ Նիկոլ Զանգելա Կայա Կալասին ասել է ես պրոբլեմ ունեմ։ Կայա Կալասը ասել է լավ, ասել է մի անգամ եկեք դուզ բերենք, դու անցի, դալշը կերևա։ Սա չի դառնալու այսինքն Եվրոպան իր շուկան չի բացելու հայկական ապրանքների համար։ Ինչու՞։ Որովհետև նրանք ունեն շատ կոշտ ստանդարտներ, որին մեր ապրանքը չի համապատասխանում։ Որ պատկերացնենք, ասենք Իտալիայում իրանց այդ այգիները ամեն մի ծառը ունի իր անհատական զոնտիկը, որ հանկարծ կարկուտը գա, չխփի, չվնասի։ Ամեն մի մրգի հատիկը հատ փաթեթավորվում է, ոչ մի բիծոայիբ չկա, այնտեղ չեն բերում գրուզավիկով sense թափում, հետո հավաքում, այնտեղ ամեն ինչ արվում է հատ եւ դա իհարկե գին է ավելացնում։ Հետևաբար, քանի որ դուք չեք կարողանալու ապահովեք այդ որակը, ձեր ապրանքը այնտեղ ոչ ոքի պետք չի։ Մեր գյուղմթերքը հետաքրքիր էր Ռուսաստանին, քանի որ դա ընդեղի ապրող համայնքը մեծ հավեսով իրանց այդ կարոտը առնելով հայկական ծինան է ուտում, ես չգիտեմ, պամիդորա քաղցր ուտում եւ այլ եւ այլ։ Երկրորդը, եվրոպական շուկան բավականին լցված է եւ սահմանափակ է։ Այսինքն դուք ուզում եք ձեր ծաղիկներով Հոլանդիայի հետ մրցեք։ Ասեմ ավելին, եվրոպական գյուղտնտեսական ապրանքներ արտահանողներն էլ լուրջ խնդիր ունեն, որտեղ նրանք ժամանակին իրանց ապրանքները արտահանում էին Ռուսաստան, բայց 22 թվականից, երբ որ Ռուսաստանը ընկավ սանկցիաների տակ, եթե դուք չեք հիշում, ես կհիշացնեմ, երբ որ
կարծեմ շվեյցարյան էր։ Մի խոսքով հյուսիսային եվրոպական երկրներից մեկի այդ մսամթերք եւ կաթնամթերք արտադրողները ամբողջ բերել էին իրանց կաթն ու պանիրը, լցրել էին փողոց, որովհետեւ իրանք երկրում, իրանք Եվրոպայում դա չէին կարող յուրացնել, որովհետեւ եվրոպական շուկան կվոտավորված է։ Ռուսաստան արտահանելը չէր թույլատրվում, իրանք իրանց ապրանքով հեղեղեցին փողոցները։ Դուք հիմա ուզում եք ինձ պատմեք, որ իրանք տնտեսվարողների շահերը չէին կարողացել պաշտպանել, հիմա պաշտպանելու են ձեր տնտեսվարողների շահերը, իհարկե ոչ, որտեվ կրկնում եմ, Եվրոպայի շուկան կվոտավորված է ամեն մի պետություն, ինչքան տոկոս ապրանք կարող է յուրացնել կամ վաճառել Եվրոպայի տարածքում, մնացածը արտահանվում է եւ արտահանող երկրներից ամենամեծն ու կարևորը դա Ռուսաստանն էր։ Եվ ամենակարևորը, որ այսօր Ռուսաստանը արդեն հայկական գյուղմթերքի փոխարեն պայմանագրեր է կնքում, որ այդ ամեն ինչը բերելու է Ադրբեջանից, այսինքն մենք եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին փող աշխատել, կտրելով այդ փողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բերանից եւ նրանց երեխաների բերանից։ Այսինքն այս ամբողջ պատմության մեջ բոլորը շահում են կամ բոլոր մասնակիցները ոչինչ չեն կորցնում բացի Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու 1 տարվա ընթացքում գտնել շուկա գյուղմթերքը յուրացնելու համար, ինքը այս նախընտրականով փողով ցաղի բերանները փակելու է, այս 3 օրը խափի, բերանները փակելու է, մի քանի ֆուր դուս կհանեն կուդանիբուց Եվրոպա, չկարողանով հոպարն էլ ասի ուղարկի Էրդողանը։ Հոպարին պետք չի, հոպարը այնքան չէ, պետք չի, բայց այս 2 օրը էլ, այս 2 օրվա մասին եմ ասում։ Հոպարը Իրանը չգիտի ինչ անի։ Այո։ Եվ Եվրոպա արտահանելու մասով առհասարակ արտահանություն կազմակերպելու հարցում անհրաժեշտ են ծավալներ։ Մենք այդ ծավալները չունենք։ Երբ որ գալիս են ասում են ինձ պետքա 300 կամ 3000 տոննա խնձոր, պարզվում է, որ այդ 3000 տոննա խնձորը չկա։ Ասում եմ, կարամ 1000 տոննա առաջարկեմ, ասում եմ, չէ, ինձ քիչ է, որովհետև քչի մեջ հետևաբար գինն է աճում։ Խոսքս ինչ է։ Հերթական անգամ ձեր բերնից կտրեց, տարավ կողեց Ալիևի համապատասխան տեղը, Ալիևը գոհա, Ռուսաստանը ոչինչ չի կորցրել, Եվրոպան թքած ունի, Նիկոլը դառնում է վարչապետ, իսկ ձեր երեխեքը սոված են մնում։ Սա է ամենապարզ մաթեմատիկան։ Տևական ժամանակ ես գիծը բանեցնում էր, հիմա էլ ամենայն հավանականությամբ խորհուրդ են տվել, որ Արցախը թիրախավորի։ Դե Արցախը իր ամենացավոտ տեղն է, իրականում ամենացավոտ տեղն է, որտեղ ուր գնում են, այդ աչքն են մտցնում, ուր գնում է, աչքն են մտցնում, հետևաբար այդ իր ոչ adekvat ագրեսիվ դրսևորումները անձնական շփումների ժամանակ, հա, խիչ եք մեռել եւ այլ, իսկ այն հատվածին, որը իր հետ չի առերեսում, ինքը փորձում է բացատրել, թե ինչ լավ բան է տեղի ունեցել։ Հերթական իր այդ խոնավ երազանքները ուզում է մեր վրա ծախի որպես բարեգործություն եւ իրականություն։ Շատ պարզ էլի, պատկերով մենք 30 տարի ունեցել ենք հանրապետություն, ինքնիշխանություն, միջազգային հեղինակություն, այդ ամեն ինչ Արցախի հետ միասին, մեր կարծիքը հաշվի էր առնվում, մենք խաղի կանոններ էինք թելադրում, ես հասկանում եմ, որ Նիկոլի համար այդ ամեն ինչը sense դատարկ աղմուկ է, ինքը չի հասկանում այդ բառերի իմաստը եւ արժեքը, հա։
Մեկ է գալիս է Նիկոլ Փաշինյանը, սաղ փլում է, ավիրում է բանանում, ասում է ես մեծ նվեր եմ բերել։ Ընկեր, մեկ լինում է, որ նվեր են բերում, բայց մեծ տոպրակի մեջ կներես կովի թրիք է։ Էդ էլ է նվեր։ Բայց կովի թրիքը ինձ պետք չի։ Ես քո նման չեմ կարող դնեմ ուտեմ, կամ ինչ պատվավոր տեղին տան մեջ դնեմ, հյուրերիս հյուրասիրեմ կամ ցույց տամ, ասեմ, տեսեք, ինչ թրիք ունեմ, նվեր եմ ստացել։ Կան նվերներ, որոնք բացարձակապես ոչ մեկին պետք չեն։ Ու պետք չի քո թրիքները բերես մեզ որպես նվերի մատուցես, որտեղ առանց քո նվեր ու առանց քեզ մենք շատ լավ ապրում էինք։ Ապահով, ապագա տեսնող, հույսերով լցված, յուղմթերքի սպառման հետ խնդիր չունեցող։ Մեկ էլ դու գալիս ես, ասում ես, չէ, ժողովուրդ, սխալ եք ապրում, տենց չի, պետք է թրիք ուտեք։ Ես գիտեմ ճիշտը ոնց է։ Գազի տեղն էլ գիտի փաստորեն, ատոմակայանի տեղը գիտի։ Ուրեմն իր մարդը պարզվում է, ծիխարի, ոչ մեկից չի ասել, իրենքատ ատոմակայանը կառուցել։ Լսի, մի հատ Lexus է իր մեկից բան արել, պրճոկել, պոկել։ 3 ամիս օրը 2 անգամ դրա մասին մեզ պատմում էին, որ պետությանը վերադարձվել է Lexus։ Ուզում ես ասես 3 հատ ատոմակայան ես կառուցել ու ոչ մեկ դրա մասին չգիտի։ Լսի, իդիոտ։ Ատոմակայան կառուցելուց առաջ ընթացքում եւ հետո ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները Հայաստանից պիտի դուրս չգային։ Ինչ որ մեկը հիշում է, որ ՄԱԳԱՏԵ-ից ինչ որ մեկը եկել է Հայաստան։ Եկա հանձնաժողով պետք է ստեղ լիներ, ուր են այդ մարդիկ։ Թե քեզ թվում է բանը ատոմակայան կառուցել է էդի բանում Քուչեքում խոզի կաշի ծամելն է։ Դե ինչ վերաբերվում է գազին, ես ասել եմ, մարդը ինքն անորակ պերաշկի ու կուկուրուզա կերել, որ հաստատ ՔՊ-ով մի գազատար հաստատ կլցնեն։ Ուրիշ ձև գազ հայթայթելու Հայաստանում գոյություն չունի։ Իսկ ինչ որ Ադրբեջանից ես պատրաստվում բերես, այդ նշանակում է եւս մեկ անգամ, որ դու հարստացնելու ես Ադրբեջանին մեր հաշվին, զրկելու ես մեզ մեր օրինական եկամուտներից ու Ալիևը լրի ու պակովկա եղած սաղ իր հարցերը լուծած, իսկ մենք այսպես քո նման քոռուպ փոշման քուչեկով ընկած։ Արմինե, տեսեք, հիմա ասում են էլի թվեր են ներկայացնել, ինքը ասում է 65%-ն եմ, 70 ունեմ, չգիտեմ 50 քանի պլյուս ունեմ եւ այլն եւ այլն։ Այդ ինքնավստահություն ունեցող մարդը հենց հիմա ասեցին, որ 50 քունորից կալանավորել են խոզարկություն է անցկացում 3 ուժերին էր հավատաց, մի օր ձերբակալություն այնտեղ է, հետո մտնում են շտաբ, հետո ծեծուջարդ, այսօր մենք ցուցադրեցինք, թե ինչ են արել Մասիսում, ինչ են արել Արտիկում, Փարիզ բուն իմաստով բռնություններ, երեք լավ էր Բորիս Մուրազին լավ նստած էին, չգիտեմ տեսել եք թե չէ, դեսպանները նստած, այդ բանավեճի ժամանակ ասեց, որ հանցագործության պատասխանատուն դուք եք, որովհետև դուք այս ամեն ինչը Փարիզ բուն իմաստով ոչ լսում եք, ոչ ուզում եք լսել, ոչ ուզում եք տեսնել եւ դուք նպաստում եք դրան։ Ինչի համար է այս ամեն ինչը անում, եթե այդպես վստահա, որ իբր թե ինքը հաղթում է։ Ձերբակալությունները եւ առհասարակ անօրինական վարքը ընդդիմադիր ուժերի նկատմամբ արդեն փաստում է նրա մասին, որ նա տիրապետում է լրիվ ուրիշ թվերի։ Ինքը կարա ասի, որ ես 100% եմ հավաքելու, ախր հասկանում եք, որ Նիկոլի ասելով չի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը իր պատմության ընթացքում չի ֆիքսել ոչ մի դեպք, որ Նիկոլը իր բերանից ինչ որ շիտակ խոսք արտահայտի։ Չկա տենց դեպք։ Այդ մարդը երբ որ արդեն բերանը բացում է, գիտես որ սուտը դուս է թափելու ու դրանք կա բազմիցս ապացույցներ։ Ու դրա համար 70, ապա եթե դու 70% ես հավաքելու, այս քոռ փոշմաններին խես փաթաթում տանում։ Ինչի։ Այսինքն դու ունես խնդրեմ։ Ու այդ խնդրեմը այնքան մեծ է, որ դու ստիպված ես Լուկաշենկոյի ոճը որդեգրես։
Նույնը անում էր Լուկաշենկոն, Տիխանովսկում փակեց, եթե հիշում եք, որովհետև դե Տիխանովսկին էլ իրանց Նիկոլներ, հարցը դա չի, բայց այնուամենայնիվ, երբ որ ակնհայտ դարձավ, որ Տիխանովսկին թափ է հավաքում, մարդը երկար բարակ չմտածեց, դրեց, փակեց, կնիկը հասցրեց փախնել, հիմա Եվրոպաներում նստած խոսում է խոսքի ազատությունից եւ դեմոկրատիայից եւ այլ հարցը դա չի։ Այսինքն խոսելով ժողովրդավարության բաստիոնի մասին, մարդը մեկը մեկին կրկնօրինակում է Լուկաշենկոյի եւ Ալիևի վարքագիծը։ Դու չես կարա լինել ժողովրդավար ղեկավար վարվելով ավտորիտար առաջնորդների ձև ու Ալիևի եւ Լուկաշենկոյի ավտորիտար լինելը դա հենց այդ նույն խլնքոտ եվրոպացիների արձանագրությամբ է պրոստը հիմա եվրոպացիների Նիկոլն է պետք իրանք այդ ամեն ինչը չեն տեսնում են կապիկի նման չենք լսում չենք տեսնում հետեւաբար մենք Կարանք առանց մտածելու փաստենք, որ Նիկոլը ունի լուրջ խնդիր։ Նիկոլը ստիպված է կամ ստիպված է հավեսով այդ սադիստին ինձ թվում է դա ինչ-որ սեռական բնույթի հաճույքները առաջ պատճառում, որ նա գնալու է բռնությունների Ինձ թվում է ինքը մտքով կամ էության բանտից դուրս չի եկել, ինձ թվում է ինքը հաճույք է ստանում բոլորին տենց տանի դերի տանջի։ Բայց ինքը տանջում է ում, ինքը կայացած մարդկանց, ինքը ոչ, ինքը տանջում է մարդկանց, որոնց վրա իր ուժը պատում է։ Անկամ ամենակայացած մարդու վրա ինքը այն բանի ոստիկաններին, որոնք կախված են Նիկոլից քսի է տալիս, այնին գնում են հավեսով ծեծում են ու ծեծում են ոչ թե պայմանական Սամվել Վարդանյանին, պայմանական Ալիկ Ալեքսանյանին, պայմանական այլ իրանք ծեծում են իրանք մեղքը քողարկելու համար, որտեղ իրանք գիտեն, որ այդ ամեն ինչ անում են փողով։ Ու եթե Նիկոլը իրանք այդ փողը չտար, իրանք չէին անի դա։ Բայց ասենք ինքը կարա գնա կզի Ալիևի դեմը, ինքը կարա գնա կզի Էրդողանի դեմը, ու ըստ պահանջի բավարարի իրանց բաները, կարա այդքան պլոչիկով տղայց, բա գնա մի հատ Ալիևի քթին սենց բան արա, ցույց տուր, որ դու այս կինոյի տղեն ես, որ սաղ աշխարհն է քո ոտի տակ առած, ոչ, ինքը շատ լավ դիրքավորվել է, քծնել վերադասին եւ նվաստացնել ստորադասին։ Այդ մարդու ամենավատ սորտն է, ամենանողկալի սորտն է։ Որտեւ կամ դու քծնող ես եւ քծնում ես բոլորին, կամ դու կինոյի տղա ես ու քեզ վարում ես այդպես բոլորին։ Այ Ռոբերտ Քոչարյանը ամենալավ օրինակն է։ Իր համար մեկ է, ինքը բանտում է, ինքը, չգիտեմ, մագի վեհաժողովում է, ինքը միշտ մեջքը ձիգ, հանգիստ, ինքն է վստահ, իր խոսքը ասում է, ես երբեք չեմ տեսել, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ մեկի դեմը այսենց բան անի, չեմ տեսել, որտեղ ինքը այդ ձևի մարդ է, կարակ սիրեք իրան, կարակ չսիրեք իրան, Կարակ ձեն տակ, կարակ ձեն չտակ, բայց մենք հիմա խոսում ենք սորտի մասին։ Դու երբևիցե տեսել եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ամենադառը տարիներին, որ մենք պարտվում էինք, որ արդեն որ ինքը ինչ-որ մեկի դեմը վիզ ծռի, լինեն դա եվրոպացիները, լինեն դա թուրքերը, լինեն դա ադրբեջանցիները կամ ռուսները, երբեք ու այդ ձևի մարդիկ էին կերտել մեր հաղթանակները, հաջողությունները, մեր հեղինակությունը։ Կրկնում եմ, դուք կարող եք իրանց վերաբերվել ոնց ձեզ հարմար է։ Բայց մենակ նման մարդիկ են ի վիճակի մեզ առաջ տանել։ Այն մարդը, ով որ կզածա թշնամու առաջ ու մեզ նվաստացնում է, որ
թշնամին իրան լավ զգա, ինքը ձեզ կյանքում առաջ չի տանելու, ինքը շարունակելու է ձեզ ճնշել։ Որտեւ ինքը այդ ձևի մարդ է, ինքը այդ ձևի սորտ է։ Տեսեք, բայց ինքը նաև ոտառությամբ հասկանում է ինչն է վտանգավոր եւ ինչից պիտի հրաժարվել։ Բացարձակ ձայն չկար, հա, տևական ժամանակի Ալիևը ասում է 300,000 ադրբեջանցիներին բերելու եմ, արևմտյան Ադրբեջան, տեսեք ոնց է հրաժարվում հիմա։ Խնդրեմ, էսա։ Նայեք, ինքը հրաժարվում է, որտեղ ինքը հասկանում է, որ դա կարող է ինչ որ մի ձև ազդի իր նախընտրական շանսերի վրա։ Բայց նույն բուկվալը մի շաբաթ առաջ Արսեն Թորոսյանը ոնց որ թե ԱԺ-ում էր, թե կառավարության նիստը, ոնց որ թե ԱԺ-ն էր։ Լսում էի, էլի չէի նայում։ Ասում է, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է եւ պետք է դադարի լինել մոնոէթնիկ, մենք պատրաստվում ենք ներմուծել այլազգիներ։ Հարց. Էդ ում ես պատրաստվում ներմուծես։ Էդ որ օրվանից է, որ Հայաստան գալ ապրելու համար կառավարության թույլտվություն կամ ծրագիր անհրաժեշտ։ Բարձա չէ ում մասին է խոսքը գնում։ Դա առաջինը։ Երկրորդը Հայաստանի մոնոէթնիկ լինելու գաղափարը դա ադրբեջանական թեզ է։ 94 թվականից ի վեր Հեյդար Ալիևից դեռ այդ թեզը շրջանառության մեջ է եւ դա տարիներ, տասնամյակներ շարունակ մատուցվում էր որպես Հայաստանի այիբ, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որ ստեղ 97% հայերենու մի քիչ ավելի քիչ հիմա, հարցը դա չի։ Արսեն Թորոսյանը Ալիևների թեզը բերում է բեմ եւ ասում է մենք սա պետքա կոտրենք ու ներմուծենք ում ասենք Սաակաշվիլին երբ որ եկավ, ասեց Հարավային Աֆրիկայից բուրերին ենք բերելու, որտեվ այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում բուրերին բան էին անում, ճնշում էին, սպիտակամորթ այդ հոլանդացիների բաներն են, ժառանգներն են։ Ասած բերեք Վրաստան ու զբաղվում են իդեպ ասած բանով, գյուղտնտեսությամբ են զբաղվում։ Թողան Վրաստանում մենք իրանց տեղ կտանք, դաժե գյուղեր հատկացրեցին բանայցին, բայց բուրերը չգիտես ինչ չեկան։ Հիմա կարող է այդ քորոփոշման բուրերին եք պատրաստվում, բերեք, բա ասեք, այդ ում եք բերելու։ Թե ձեզ թվում է, որ ադրբեջանցի բառը չասեցիք։ Փոխարեն ասել է Ալիևը։ Եթե ձեզ թվում է, որ ադրբեջանցի բառը չասեցիք, մենք այնքան տուպո ենք, որ չենք հասկանում ինչի մասն է խոսքը։ Բայց Ալենն ասեմ ավելին։ Եթե հիշում եք Աշնանը թուրք-վրացական սահմանում արգրավեց եւ արգելվեց մուտք գործել Վրաստան 200,000 հայկական անձնագիր։ Հետո այդ թեման փակվեց։ Ձեզ թվում է այդ 200,000 անձնագիրը տենց է մնաց Թուրքիայի տարածքում, իհարկե ոչ։ Ուրիշ ճանապարհներով, ինքնաթիռով, էշի վրա, ոտով բերվել մտել է Հայաստան։ Հիմա այդ 200,000 անձնագիրը ում համար էր։ Եթե դուք ապօրինի եք դա բերել, ում համար էր այդ անձնագրերը։ Բնական է, որ այդ անձնագրերը մի ռեյս օգտագործվելու են այս ընտրությունների ժամանակ, եւ բնական է, որ այդ անձնագրերը տրվելու են այդ միֆիկ խմբին, որով պատրաստվում են կոտրեն Հայաստանի մոնոէթնիկությունը։ 200,000 անձնագիր, 200,000 հոգի է։ Այն մնացած 100,000-ն էլ սենց թենեց կգան։ Որտեվ գալու են ոչ թե հազարյատ սամալյոտով են գալու, ոչ։ Իրանք գալու են խմբերով, 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի, ու դուք չեք էլ նկատելու, ոնց եք շրջապատվելու այդ էթնիկ խմբով։ Արդեն ամեն ինչ դաժե Հայաստանի կողմից է պատրաստված։ Անձնագրերը կան, գյուղերը կան, տները կառուցվում են, երևի պետքա գնալ նայել առհասարակ իրենց որտեղ են պատրաստվում բնակեցնել։ Դե թող Նիկոլը ասի, չէ, ստեղ արդեն վերադառնում ենք այն
կետին, որ Նիկոլը երբեք ճիշտը ձեզ չի ասում։ Հետևաբար, եթե ասել է չէ, ուրեմն հա։ Ու Արսեն Թորոսյանը հաստատել է թեմայի ակտուալությունը եւ պլանի Դրան ավելացնենք, որ Ալենն էլ հուզվել է, ասում է, ինչ է, բա դուք չեք ուզում այդ մարդկանց մտածել ինչ է կատարում, որ ինչ ծանր շրջանն են ապրել ադրբեջանցիները։ Ես դաժե չեմ մտածում Ալենը ինչ շրջաններ է ապրել։ Հա։ Անկեղծ ասած ինձ դաժե դա չի հետաքրքրում։ Ինչի ես պետքա մտածեմ ինչ որ ցեղախմբի մասին, որը վերջի 30 տարվա ընթացքում կազմակերպել է Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Բաքու եւ Արցախ եւ եւս մեկ անգամ Արցախ։ Պլյուս նկարտումներ ունի իմ երկրից մեծ տարածքներ, փոկել արդեն ինչ որ հատված։ Այդ Ալեն Սիմոնյանը այդքան մտածում է այդքան մարդկանց մասին, Տոմսը առնում, չէ, մոռացա Տոմս չի կարա առնել, այն Հասմիկ Հակոբյանի ասած Բաքու-Երևան պոեզով գնում է Բաքու։ Տեսա՞ր, որ ասում էի Հասմիկը խելքի կծիկը գրքում խտատում է այդ մարդկանց ու հետները հոնգուր լացում է, դա միակ մարդասիրական պրոյեկտն է, որ ես կարող եմ առաջարկել Ալեն Սիմոնյանին։ Ինչքան երջանիկ կլինի հայ ժողովրդի մեծ հատվածը դրանից։ Ու բոլորը այդ բարեկամ երջանիկ կլինեն։ Բայց այդ մի ուղղությամբ երկաթգիծը։ Այդ մարդիկ, Ալեն Սիմոնյանը, երկաթգիծը, մի ուղղությամբ։ Բան, այդ պոեզը հետո չէ գնում։ Չէ։ Բայց ինչ մնում աստեղ, այդքան պոեզի չեն կանում։ Դե գնա։ Որ գնա։ Գնա Բաքու։ Հա թող գնա։ Չէ, էլ հետ չի։ Չէ, դե այնքան մարդ պետք է գրքի խտտի, որ մոտակա 100 տարին մենակ այդ գործով է զբաղված լինելու։ Շատ լավ, սա մեր վերջին հանդիպումն է ընտրությունից առաջ, խնդրեմ ձեր կոչը։ Իմ կոչը առաջի եւ ամենակարևորը բոլորը ստեղ մի հատ շատ կարևոր բան եմ ասելու, կապ ունի դրա հետ։ Ուրեմն սրանք ընկել են բանի մեջ, պանիկայի մեջ, այո, գնա ընտրության, հատուկ եմ հագնում այս նախընտրական շրջանին այս մայկաները։ Ուրեմն պանիկայի մեջ են ընկել, իբր Սամվել Կարապետյանի օգտին Ռուսաստանից 100,000-ավոր ընտրող է գալու եւ այլ, в общем Փաշինյանեն մտածում են ոնց այդ մարդկանց չթողեն երկիր, բայց չեն կարա չթողեն, որտեվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ այլ, մի խոսքով sense ինչ որ բանի մեջ են։ Ու դրա այդ զուգահեռ ես հիշեցի 18-21 թվականի ընտրություններն էր, հիմա չեմ հիշում, երբ որ այդ Նիկոլա Պաշտա զանգվածը Ռուսաստանի, երբ որ Նիկոլ Փաշինյանին ասեց, ինչի չեք ասում Սիբիրում բանում այդ մեծ քաղաքներում հյուպատոսություն բացում եւ տալիս հնարավորություն մենք ընտրենք ձեզ ստեղ, մարդը ինչ ասեց։ Ասեց, եթե այդքան ուզում եք ընտրեք, եկեք Հայաստան եւ տեղում ընտրեք։ Այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանին պետք է ձեն տակ, Նիկոլ այդ ամեն ինչ է, օքեյ է, եկեք ընտրեք։ Հենց Սամվել Կարապետյանի թեման է շոշափվում, ստեղ ինքը գնում է պանիկայի մեջ, մտածում է ոնց սահմանը փակի, որ այդ մարդիկ չկարողանան գան ու ձայն չտան։ Սա էլ է եւս մեկ ապացույց, ինչ պիղծ եւ նողկալի երևույթ է Նիկոլ Փաշինյանը։ Վերադառնալով ընտրություններին, անպայման գնացեք ձեր մասնակցությունը հայտնեք։ Կրկնում եմ, մեկա ու մեկ ձայն տալ, ուզում եք Նիկոլին տակ, Նիկոլին տվեք, հարցը դա չի։ Հարցը, որ այս ընտրությունները պետք է լինեն համահայկական, համաժողովրդական։ Նիկոլը եւ մենք պետք է ճիշտ եւ կոռեկտ հասկանանք, առհասարակ Նիկոլ Փաշինյանը ինչ մարդկային վստահություն եւ ռեսուրս ունի։ Կարող է իսկականից Նիկոլա ձեր սրտի վարչապետը մենք ստեղ իզուր տեղը լեզու ենք մաշացնում։ Գնացեք։ Դրա համար մասնակցությունը դա պարտադիր է։ Եթե գաք ու մասնակցեք, ես կլինեմ ձեզ այնքան շնորհակալ ու երախտապարտ, որ իմ գլխին 1000 հատ տեղ կունենաք։ Որտեւ ինձ համար շատ կարեւոր է, որ ընտրությունները կայանան որպես ընտրություններ, այլ ոչ թե մեկը 5-ի կամ 10-ի տեղը որոշում կայացնի, սա շատ կարևոր է։
Եթե դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանը ընտրվի, հետևաբար պետք է ընտրեք այն ուժերին, որոնք ունեն լուրջ հավակնություններ։ Այսինքն հատում են անհրաժեշտ անցողիկ շեմը։ Սա շատ կարևոր է, հակառակ դեպքում այն մանր մուներ կուսակցությունների ձայները բաշխվելու են, էլի մեծ մասը հասնելու է Նիկոլին, այսինքն ձայն տալով փոքր կուսակցություններին դուք նպաստում եք Նիկոլի վերընտրմանը, սա շատ կարևոր է։ Ընտրություն կատարելուց առաջ, եթե դուք արդեն կողմնորոշվել եք ում եք ձայն տալու, եթե Նիկոլի մասին չի խոսքը գնում, անպայման ուշադրություն դարձրեք այդ թեկնածուի մարդկային, ֆինանսական, փորձնական ռեսուրսներին, այսինքն, եթե այդ մարդը դարձավ երկրի վարչապետ, արդյոք նա ունի այնքան մարդկային ռեսուրս, որ հնարավորություն ունենա լրացնել պետական ապարատը։ Որտեւ եթե դու չունես փոքր կուսակցություն ես, դու չունես այդ մարդկային ռեսուրսները, հետևաբար դու ստիպված ես լինելու օգտագործել Նիկոլից մնացած ժառանգությունը, այդ նշանակում է, որ Նիկոլի վարչախումբը շարունակելու է գոյատևել եւ աշխատել նենց ոնց որ իրանք աշխատում էին այս վերջի 8 տարին, ոչ կոմպետենտ։ Ինչ վերաբերում է անձնական ֆինանսական ռեսուրսներին, սա շատ կարևոր է։ Եթե հիշում եք մի քանի պարգևավճարների շուխուրների ժամանակ, երբ որ այդ հերթական Նիկոլա Մեծ բանը լրագրող գողին իր տատո արևին իբր լավ հարց է տալիս, ասում այդ պարգևավճարները բանես կոմեն ոնց կբացատրեիք ինչու, Նիկոլ Փաշինյանը ասում է իմ հագի կոստյումը գիտեք ինչ արժի, որ ես կարողանամ սենց կոստյում հագնեմ, ինձ պարգևավճար է պետք, մարդ ով որ ունի իր անձնական ֆինանսները, մեր ու ձեր գրպանին չի փաթաթելու իր հագու կապը, իր կնգահագու կապը, ինքը ի վիճակի է ապահովել իրան, իր կնգան, իր երեխեքին, իր թոռներին, ու բյուջեից չի քաշելու փող, որ նորմալ կաստմով գնա հանդիպումներ, կստացի կաստմներն էլ նորմալ չեն, այստեղ ճաշակի խնդիր էլ մենք ունենք, կտեսել եք դա ինչ է հագնում, այսինքն մարդը տկլոր բոբիկ եկավ, մեր հաշվին կերավ, խմեց, հագնվեց, այդա պետքա չլինի, այսինքն ընտրյալը պետք է ունենա իր անձնական ֆինանսները եւ ամենակարևորը մարդ ով որ կարողանում է գրագետ եւ ճիշտ կառավարել ֆինանսները ես այդ օրինակը մի քանի անգամ բերել եմ, բայց հիմա էլ բերեմ, որ պատկերացնեք ինչի մասին է խոսքը գնում 18 թվականին, երբ որ ես սախ ես ավազակախումբը եկավ իշխանության, մեր պոակել եկավ Հովանես Մովսիսյանը, որը հիմա ՀՄԿ-ի տնօրենն է։ Իսկ այդ ժամանակ ես ֆիլմ էինք նկարահանում, ու նենց էր ստացել, որ ֆիլմի կեսը նկարահանել էինք Սերժ Սարգսյանի օրոք, երկրորդ հատվածը պետք է նկարահանենք սրանց օրոք, եւ բնական է, որ կան ծախսեր, որոնք պետք է կատարվեն։ Ու հիմա այդ սմետան եմ ներկայացել, երկար մեծ բարդություններով, բարդություններ հաղթահարելով եկանք հասանք նրան, որ մի հատ էլ սմետան բեր տեսնենք ինչ ծախսերի մասն է խոսքը գնում, ու սմետայում տողա բանի տեխնիկայի վարձակալություն։ Օրը կամ $50 էր, կամ 50,000 դրամ, արդեն չեմ հիշում, արդեն քանի տարի անցել։ Ասում եմ, իսկ ինչի ենք վարձում այս տեխնիկան, ավելի լավ չի լինի, առնենք։ Տեխնիկան շարունակում է կամերաներն են, այդ զվուկն է, լույսն է եւ այլ եւ այլ։ Ավելի լավ չի առնենք այդ ամեն ինչը։ Ասում կինո եք պատրաստում նկարահանենք, այսինքն կինոստուդիայի եք վերածելու պոակը, բայց չէ։ Ասում լսի, ասում դու ինձ օրը, պայմանական 50,000 դրամ ես տալու, սիոմոչնի օրերը տևելու են 1 շաբաթ, այսինքն 350,000 դրամի մասին է խոսքը գնում։ Դու հիմա պատրաստվում ես ծախսել $50,000 Դի մեկը, բա մի քանի հատ է, չէ՞ պետք։
որ հետո այդ կամերաները չօգտագործես, ստեղ մենք գործ ունենք փողի կառավարման խնդրի հետ, մարդը չի կարողանում, չգիտի ինչպես ճիշտ կառավարվի գումարները, որտեղ ինքը միկրոֆոն բռնելուց եկել նստել է մի բասկաթոռի, որտեղ միլիոնավոր դրամներ նա պետք է կառավարի եւ ճիշտ գրագետ բաշխի, ինքը չգիտի, ինքը տարբերությունը չի զգում 350,000 դրամին տա, մի հատ կինո նկարի ու թեման դրանով փակի, թե $50,000 տա մի հատ կամերա առնի։ Ինքը փողա տեսելու պարզա որ եթե փող կա, ուրեմն պետք է ծախսվի։ Այսինքն մարդ, ով ունի իր անձնական մեծ ֆինանսները, հատկապես եթե ինք այդ ֆինանսները աշխատել է, հետևաբար այդ մարդը գիտի ճիշտ եւ գրագետ ինչպես են կառավարվում ֆինանսները եւ նմանատիպ վերաբերմունք կլինի բյուջեի նկատմամբ։ Նույն Նիկոլեֆը 18 թվին եկավ առաջինի ինչ արեց։ Սու առավ, սու ես իմ քանիսը, որ հետո պարզվեց չի կրակում կամ զենքը չէին առել այդ բանի։ Այսինքն մարդուն ասել են մի քանի $100 միլիոն տուր, առանց մտածելու տվել է, մինչև այդ Սերժ Սարգսյանի օրոք ռուսները տարիներ շարունակ ուզում էին այդ սում փաթաթեին մեր վզին, բայց մեր ռազմական գործիչները, ոնց են կոչվում, վայենիները, ասում են մեզ պետք չի դա։ Դա անհրաժեշտություն չի մեր բանակի համար։ Հետևաբար անիմաստ փող ենք ծախսել։ Ինքը հերիք չի այդ փողը տվեց, հələ մի բանը չկարողացավ օգտագործի եւ մենք կորցրեցինք ահռելի գումարներ։ Այսինքն մարդիկ պետք է կարողանան կառավարել, ունենան փորձ եւ գիտելիք, որ գրագետ կառավարեն ֆինանսները, հատկապես եթե խոսքը գնում է պետբյուջեի մասին։ Եվ ամենակարևորը, ինչը ունեն բոլոր ասենք ֆավորիտները ընդդիմության, հա, այդ վերադասի դեմ չկզելու հատկությունը։ Ու կապ չունի դու գտնվում է բանտում, թե գտնվում է какой-нибудь վեհաժողովում, գագաթաժողովում կամ որտեղ։ Մարդ ու մեջքը միշտ ձիքա։ Այդ բունութագրի շուրջ կատարեք ձեր ընտրությունները։ Շնորհակալություն։ Խնդրեմ։